Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ։ Բարև ձեզ։ Սիրելի ընկերներ, այս ծանր օրը դեկտեմբերի 18-ը կարծում եմ դեռ երկար է վերլուծվելու, հիշվելու, քննարկվելու եւ ես էլ որպես ինչ-որ առումով ականատես կուզեի կիսվել ձեր հետ, թե ինչ տեղի ունեցավ այսօր Մայրաթոռում։ Նախ ուզում եմ համերաշխությունս հայտնել առաջի հերթին Արագածոտնի թեմի մեր շատ սիրելի հոգևոր հայրերից Տեր Վրդանեսին, որը այս խայտառակ ամոթալի արշավանքի հետևանքով սրտի հետ խնդիր է ունեցել, ոնց որ հրապարակավ գրում էին, կատված է ստացել, բայց փառք Աստծո, ոնց որ թե իր հոգևոր եղբայրներն են նշել, որ կյանքին այլևս վտանգ չի սպառնում, ստենդավորում է շուտով կատարվելու, շուտ ապույտ ապաքինում ենք մաղթում Տեր Վրդանեսին, մենք շատ ենք սիրում Տեր Վրդանեսին, մի քանի անգամ առիթ է եղել իր հետ շփվելու, Արագածոտնի թեմի միասնական ժամերկությունների, միասնական աղոթներից երկուսին ես կարողացել եմ գնալ տարբեր եկեղեցիներում մասնակցել, Օշականի եկեղեցում եւ յուղերից մեկի եկեղեցում, այնտեղ էլ ենք շփվել, շատ դրական աուրա ունեցող, խարիզմա ունեցող, շատ սիրվող Տեր հայր եւ պարզ է, որ այսօրվա ասպատակությունը մարդկանց չէր կարող անտարբեր թողնել, ասպատակությունը բառից բուն իմաստով։ Ես մարդիկ եմ տեսել, շատ պատկառելի, որ ուղղակի տես կող գնացած ձեռքերով դեմքերը փակած լացում էին այդ մարդիկ։ Լացում էին, որ լավ ոնց կարելի է սենց բան անել Մայրաթոռի տարածքում, սենց այլանդակություն անել Մայրաթոռի տարածքում։ Եվ այս ամենի անձնական պատասխանատվությունը այդ 10 տիրադավներն են, որոնցից 9-ն էին այսօր ներկա, 10-րդի մասին հիմա չեմ ուզում շատ խոսել, որովհետև Ամերիկայում է գտնվում, ես ամեն դեպքում հերքում չի տվել, բայց մի խոսքով կարող ենք 10-ն հենց կոչել։ 10 տիրադավներն են, որոնցից 9-ն այսօր ներկա էին, եւ նրանք անձնական պատասխանատվություն են կրում այս ողբերգության համար։ Նրանք անձնապես պատասխանատու են։ Մեկիկ, այդ Դիարումի ասա, պրոշից սկսած Բենթլեով վերջացրած։ Այս ցավի համար սա ուղղակի այլանդակություն էր։ Եվ այսպես մի քանի հանգամանք այսօր ժամը 3:30 18 հարտարների գործով նիստն էր։ Գիտեք ինչի չկայացավ նիստը, որովհետև ոստիկանությունը պաշտոնապես պատասխանել էր, որ ծանրաբեռնված ենք եւ չենք կարող ապահովել տնային կալանքի տակ գտնվողների տեղափոխումը դատարան։ Պատկերացնում եք, այդ պարտականությունը ոստիկանության վրա է եւ ոստիկանությունը պաշտոնապես գրել էր, որ չեն կարող ապահովել, ինչի որտեվ հսկայական ռեսուրսներով լցված էին Մայրաթոռում։ Շփվել եմ, այնպես չի որ շատ նկատառումներ ունեմ, մի կոնկրետ էպիզոդից բացի դրա մասին խոսեմ, բայց փաստն այն է, որ այսօր պետական ապարատի թիվ 1 առաջնահերթությունը Մայրաթոռի ասպատակությունն է եղել, այլ ոչ թե օրինակ դատավարությունների պատշաճ իրականացումը։ Եվ այսօր շատ կարևոր էր, օրինակ, հիշում եք երեք երբ ես լայվի ժամանակ խոսում էի, կարևոր է մեր համար։ Եթե ես էլ չկարողա, ինչ որ մի բաստաբան չգնար դատական նիստին, նիստը չէր կարողանա ընթանալ։ Իսկ այդ նիստում հազար ու մի հարց կարող, օրինակ այսօր Քաղ Բանտարկյալ Մովսես Շարբացյանի պաշտպանը բարձրացրեց նրա կալանքի վերանայման հարցը։ Ճիշտ է, դատարանը քննարկման առարկա չդարձրեց, բայց մենք չենք կարող այնպես անել, որ մարդիկ չկարողանան իրենց պաշտպանյալների հարցերը բարձրացնել, որովհետև մենք ներկա չենք։ Եվ նիստը չի կարող կայանալ։
Այդ պատճառով ծանր սրտով ուշկումիտներս էջմիածին գնացինք դատական նիստի, բայց փաստորեն հենց էլ էջմիածնի հետ կապված պատճառով դատական նիստը հետաձգվեց։ Եվ նաև Բագրատ Սրբազանը ասեց, որ տղեկ կոչ եմ անում, որ գնաք մայրաթորի կողքը կանոնեք, մենք էլ վեկացանք եկանք։ Եվ ինչն է կարևոր, որ մի կողմից մենք ունենք 10 տիրադավների կոչը, որ իրականում պարզա, որ Նիկոլ Փաշինյանի կոչն էր, ոչ իր դեմքով, բայց իրենց ոչ ռեսուրսը դա տարածում էր եւ որոշակի թվով անձինք հավաքվել էին։ Ես կարծում եմ մի երկու տեղ տեսել եմ 100-150 հոգի էին, չէ, ավել էին, 100-150 հոգուց ավել էին։ Կարող է մի 500 հոգի կազմեին։ Բայց ի՞նչն էր հարցը, որին դեմքին նայում ես, կամ այդ իրենց այդ հիմնական դեմքերն են գնելներ օրինակ դերասան, բաններ, ինչ անունը, այն էջմիածնի ընտրություններում, որ չկարողացավ անցնել, Արամ Զավենիչի թեկնածուներ, բայց ինչ-որ մարդիկ են երևացին, բայց հիմնականում, որ նայում ես, երկու տեսակի մարդիկ են, ակնհայտ վարչական ռեսուրսով բերված մարդիկ, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք աշխատանքային ժամին, մինչև ժամը 6-ն էին լրագրողները նկարել։ Բան է, օրինակ, ասենք, Թալինի քաղաքապետը, բանի, այդ ինչ էր, այդ հայտնի ինչ էր անում, այդ Թալինի քաղաքապետի, այդպես մի հատ ոչմ էլի հայտնի է արդեն այդ Թալինի քաղաքապետը, բաններ, Գարիկներ, այն կոկորդիլոսների հետ ասոցացվող Վեդի կարծեմ քաղաքապետը, ու ասենք օրինակ նաև Էջմիածնի քաղաքապետին եմ տեսել, բայց աշխատանքային ժամից հետո օրինակ նա, չգիտեմ, առաջ եղել է թե չի եղել, բայց դա ակնհայտ դեպք է, դու գործ ունես, այնգեր, դու վարձատրվում ես գործ անելու համար, մինչև ժամը 6-ը դա քո աշխատանքային ժամն է, դու ինչ գործ ունես, Վեդիից եկե հասել ես Մայրաթոր, կամ դու ինչ գործ ունես, Թալենից եկե հասել ես Մայրաթոր։ Եվ բազմաթիվ այդպիսի տպավորություն թողող մարդիկ են, եւ նաեւ քաղաքացիական հագուստով իրավապահների այսպես որոշակի քանակ կար վստահաբար, որովհետեւ նայում ես օրինակ տենց ինչ որ մի հատ խումբ բերում է այդ 10 տիրադավներին, 9 տվյալ դեպքում տիրադավներին, որոնք որ փորձ էին անում վեհարանի տարածք մտնել, հիմա դրա մասին խոսեմ, որտեղ այդտեղ եմ եղել, եւ բոլորը այդպես ատլետիկ կառուցվածքով տղեկ էին։ Հա։ Այդ ովքեր էին, այդպես հասարակ քաղաքացիներ էին, հա։ Է պարզ չի, որ բանով այդ քաղաքացիական հագուստով իրավապահներ են, որոնք հրաման են ստացել։ Մեր լրագրողները փայլուն ուղղակի աշխատեցին եւ ակնհայտ էր նաեւ, երբ որ մոտենում են մարդը, օրինակ ինչ որ լրագրող մոտենում է, ինձ ասում դուք ինչ եք այստեղ, ես ունեմ չի ասելու ինչ եմ այստեղ։ Իրաց մեջ էլ մարդիկ կան նույնիսկ, որ ունեն ասելու։ Հիմա մենք դա համարում ենք մեղմ ասած սխալ, շատ մեղմ եմ ասում, բայց մարդիկ ինչ որ կան։ Իրես Նիկոլին հաջողվել է այս ընթացքում Հայաստանում ստեղծել հակահայ որոշակի ինչ որ դիրքորոշում ունեցող մարդկանց խումբ, որը վստահ եմ մեջ չի, բայց կա։ Այդ մարդիկ ընդհանրապես դիրքորոշում չունեցող մարդիկ են։ Ոչ մեկ ոչ ինտերվյու էր տալի, ոչ բաներ անում, տես գլուխներն էին փակում։ Այսինքն ակնհայտորեն այս երկու խումբը կար, որոնք իրար հետ կարող է մի 500 հոգի կազմեին։ Իհարկե սա այն բանը չի, որ ասենք, վсё, չէ։ Ակնհայտ էր, որ սա կարելի է կոչել ռազմավարական տեսանկյունից, ձևակերպում կա, ռուսերենը գիտեմ, հայերենը չգիտեմ, երեկել էի այդ վարկածը առաջ քաշում, ոնց որ թե դա հաստատվում է ռազվեդկա բոյեմ։ Ռազվեդկային անում, ելի մատ հասկանային թե ինչ արձագանք լինելու, ովքեր են լինելու, շատ ուշադիր նկարում էին մարդկանց, որ մի հատ էլ հասկանան ովքեր են եղել, ինչ են եղել։ Հիմա խոսեմ այս կողմի մասին, խոսեմ մերոնքականների մասին։ Մերոնքականների մասով դե ես ճանաչում եմ, շատերին ճանաչում եմ, լիքը մարդեր ինձ մոտենում, հետները զրուցում են եւ շատ մարդիկ են մոտենում, որ հարցնում եմ ես նաեւ, հարցնում եմ, ասում եմ, բա դուք ինչ-որ ուժի հետ կապ ունեք, շատերը ասում են, ոչ մի կապ չունենք, տանը նստած լսեցիք, տեղներից չկարողացաք նստել, վեր ենք եկել, վեր ենք կացել, եկել ենք Մայրաթորը պաշտպանելու եւ հենց էսա։ Լիքը մարդ իր մարմնով Մայրաթորը այսօր պաշտպանեց, բառից բուն իմաստով իր մարմնով։ Այսօրվա կուլմինացիան մի հատ հետաքրքիր քայլ էր, որ իրանք արեցին, երկու մասի բաժանելու համար, տենց ինչ-որ լոժնի բանով, մի կողմից այդ տիրադավները շարժվեցին դեպի Վեհարան, մյուս կողմից մի հատ ուրիշ խումբ
եկավ փորձեց ճեղքել մտնել մայր տաճարի տարածք։ Այն պահին, երբ որ վեհապարը այնտեղ էր։ Որն էր իրանց խնդիրը։ Իրանց խնդիրը վեհապարին անարգելն էր։ Իրանց խնդիրը վեհապարին անարգելն էր։ Բայց ստացան իրանք եւ ինչն էր հարցը։ Երբ որ պարզ էր, որ մեր քաղաքացիները, որոնք մարմիններով պաշտպանում են մեր եկեղեցին, նրանք ամուր կանգնած են, ոստիկանները տենց շատ բան ձևով չէ, բայց փորձեցին սկզբից օգնել, որպեսզի ինչ որ պատերը նենց կազմել, որ հաջողվի այդ բաներին նիկոլականների խմբին ներխուժել մայր տաճար։ Դու պատկերացնեք, մայր տաճար էին ուզում ներխուժել այն պահին, երբ այդ ժամանակ ժամերկություն էր ընթանում մայր տաճարում։ Ներխուժել բառից բուն իմաստով մարդիկ իրենց մարմիններով դեմները կանգնեցին։ Ու հալալ է այդ մարդկանց։ Երբ որ տեսան այդ չի ստացվում, արդեն ցեցին մարդկանց են ամենաակտիվներին մեջներից անել չեն ձերբակալել, բայց հերացնել այդ վարից, որ էլի չհաջողվեց։ Եվ չհաջողվեց նրանց ներս մտնել։ Եվ երբ կադրերում դուք կտեսնեք, որ մարդիկ այդտեղ վանկարկում են վեհապար, այնպես չի, որ մարդիկ վանկարկում էին այսպես պրոակտիվ ձևով, չէ, ընդեղից լափարոշ բաներ էին դուրս տալի եւ մարդիկ լրացնելու համար եւ հարաբերակցությունը, տես չգիտեմ, իմ կարծիքով 1-ին 6, 1-ին 7 դրանից պակաս չէր, կարող ավել էր։ 1-ին 6, 1-ին 7-ը կար։ Ակնհայտ կար։ Իսկ ոստիկանությունն էլ պատ էր կազմել, այն լրիվ են Մատթեոսի ավետարանում մի տեղ կա, որտեղ որը երկնքի արքայությունն է նկարագրվում, երկնքի արքայություն չէ, բանը ահեղ դատաստանն է նկարագրվում եւ ասում է աջ կողմում կառանձնացվեն արդարները, ձախ կողմում կառանձնացվեն մեղավորները։ Լրիվ այդ վիճակ էր, աջ կողմում մենք էինք, ձախ կողմում իրանք էին։ Սիրուն sense բաժանել էին, լրիվ աստվածաշնչյան ավետարանական բան էր, վիճակ էր։ Գլխիկոր կանգնած էին շատերը, բանկարկողներ կային, բաներ կային, բայց վիճակը խայտարակություն էր։ Եվ այդ վիճակից մարդիկ լացում էին։ Այո, չստացվեց նրանց ներխուժել մայր տաճար եւ անարգել մեր վեհապար հայրապետին։ Այն մյուս խումբը, որ միաժամանակ դեպի վեհարան գնաց, իրանք էլ, ես չգիտեմ, տպավորություններ, որ փորձում էին վեհարանի տարածք մտնել, բայց էլի մարդիկ դեմները փակեցին, այդ կադրերը կլինեն չեմ էլ տեսել, բայց ես էլ եմ այդտեղ եւ մարդիկ բան են անում, հուդա ձևով դիմելով այդ մարդկանց, ու շատ մեղմ իհարկե դիմելաձևը, ասենք հուդան իրանց համեմատ շատ կներեք, այնպես բավական պրիլիչնի մարդեր էլի ինձ թվում է այդ հուդաների հուդա ասելը կարող է հուդայի համար դաժ վիրավորական լինի, բայց ամեն դեպքում այդ բանով կոմպլիմենտն են իրանց անում, հուդա էին ասում եւ իրանք ինչ-որ բանը տե կարդացին, վազեցին, թողեցին փախան։ Այդ պրոշներով մարդն էր կարդում։ Գերմանիայում էր նորա վերադարձել, չգիտեմ ինչ բաներ է ստացել այնտեղ, ուստանովկաներ է ստացել, որ ռազվեդկայից, ինչ, այդ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում Գերմանիայից կարծեմ հենց երեք էլ վերադարձել է այդ պարտը, որ դեկան է ուզում դառնա, նա է։ Նրա դեպքը ամենաամոթալին է, ես մի անգամ ներողություն եմ խնդրել, հիմա էլ եմ ներողություն խնդրում իմ այն ընկերներից, որոնց ես ժամանակին փորձել եմ պաշտպանել այս մարդուն։ Ես դա համարում եմ իմ համար շատ ամոթալի եւ ամեն անգամ դրա մասին խոսելիս ես ներողություն եմ խնդրելու այն ընկերներից, որոնց հետ քննարկել եմ այս հարցը եւ ասել եմ, չէ, ախր լավ էլի բան sense։ Ներողություն եմ խնդրում։ Անկեղծորեն զղջում եմ եւ իսկապես զղջում եմ։ Էսա այդ պայնը տեղ է ու այդ ոգևորությունը մարդկանց մեջ, որ գիտեք, այստեղ շատ կարևոր բան կա։ Այսօր ես այո շատ մեծ ցավ եմ ապրում, որ sense բան պիտի մեր աչքերը չտեսնեին, sense ասպատակություն մայր տաճարի, որ տես նայում ենք ժամանակին պատմության մեջ գալիս էին, ինչ էին անում։ Հիմա ժամանակները ուրիշ են, պարզա որ սրի չեն քաշում մարդկանց, բայց էս էլ հիմիկվա մեթոդաբանությունը ունի, հիմիկվա բանը ունի, ասենք օրինակ կեղծ լուրեր։ Այդ Civic News-ը ինձ ցույց տվեցին, երբ որ շարժվեցին դեպի վեհարան, մարդիկ վանկարկում էին վեհապարի դեմ ինչ-որ բաներ։ Այդպես չէր։ Նրա ձենը լսվում էր ընդհանրապես։ Նրա ձենը вообще լսվում էր, вообще չէր լսվում։ Մի հատ մեկը ծպտուն էր անում, միանգ շատ բարձրաձայն լրացվում էր իր ձայնը։ Ընդհանրապես տես չէր։
Սա ուղղակի խայտարակություններ, այն որ վայ մեր աչքերին, որ տեսանք այսօրվա բանը, բայց միաժամանակ պատվաբեր էր, որ մենք մեր մարմնով կարողացանք պաշտպանել մայր աթոռը։ Ամեն մի սերունդ չի, որ նման հնարավորություն ա ունենում սեփական մարմնով պաշտպանելու խաղաղ ձևով, առանց ոչ մի բանի, տենց սադրակների չտրվեցին մարդիկ, փառք Աստծո, մարմիններով մենք պաշտպանեցինք մեր սրբությունները, բայց սա ընդամենը պետք է դիտել որպես ռազվեդկա բոյ է, չարը չի, երբեք չի քնում, այս բաղաբանկա, չէ, երբեք չի հանգստանում, միշտ գործում է, հիմա իրանք դնելու են, սա վերլուծելու են, ես չգիտեմ որորն են իրանք հաջորդ ասպատակությունը պլանավորելու եւ փորձելու են իրենց խնդիրները լուծել։ Ու ուշադրություն դարձրեք նրան, որ անգամ մայր աթոռից կոչ չեղավ քաղաքացիներին գալու եւ պաշտպանելու մայր աթոռը։ Սա առանց կոչի այն քանակներ մարդկանց, որ եկավ այստեղ հավաքվեց։ Չգիտեմ, կարող է փոքր օրինակ եմ բերում, բայց օրինակ 5 իրավապաշտպանների նախաձեռնության կեսից մի քիչ շատներ եկել։ Կեսից մի քիչ շատներ եկել։ Չէ, մի վարքյան, կեսից շատներ եկել։ Ոչ չէ, կեսից դաժե քիչներ եկել։ Հա։ Եվ ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք որ իսկապես պատրաստ էին լինել մայրաթոռում, մերոնքականների մասին է խոսքը վերաբերում է նրանց, ովքեր որ հայկական արժեքներ են պաշտպանում, Սուրբ Թադեոսի եւ Սուրբ Բարդուղիմեոսի գահն են պաշտպանում, Գրիգոր Լուսավորչի գահն են պաշտպանում եւ դեմ են այդ գահը նիկոլական եւ ադրբեջանական ոտքերի տակ դնելուն։ Այդ մարդկանց մասին է խոսքը։ Մեր մասին է խոսքը։ Եվ մեր մենակ էլ տեսան, որ շատ ավելի շատ կարող են մարդիկ կան։ Ու այնպես չի, որ տենց ինչ-որ լուրջ ռեսուրսներ էր, այո, շատ կարևոր խմբեր կային այստեղ, որոնք որ նաև հրապարակավ են դա ասել, իրենց կողմնակիցներին են կոչ արել, ասել են, որ ով կարող է թող գալ, դա շատ կարևոր էր, բայց ուշադրություն դարձնենք, որ անգամ վեհապարի կողմից չհնչեց որևէ կոչ։ Այսօրվա օրը տենց շատ չի երևում, բայց կարևոր օր էր նաև նրա համար, որտեվ թարմացված կազմով Գերագույն հոգևոր խորհրդի նիստ պետք է ընթանար։ Եվ իրականում այս տիրադամների այս սրիկայությունը նաև կարծում եմ նպատակ ուներ խաթարելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Ինչ-որ բաներ էին գրում, իրավունք չունի, վեհապարը ցանկացած լի իշխան իրավունք ունի եկեղեցու հետ կապված հարցերով։ Բացառապես ազգային եկեղեցական ժողովն է, որ վեհապարի հետ կապված հարցերը կարող է քննարկման առարկադար։ Դուք ով եք։ Բոլորն են դա հասկանում։ Եվ նաև հասկանում են, որ ազգային եկեղեցական ժողովում էլ իրենց հարաբերակցությունը մոտավորապես նույնը կարող է լինի, հələ ավելի վատ կարա իրանց համար լինի, քան այս օրեր մայրաթոռի Սուրբ Էջմիածնի բակում, երբ որ այդ աղոթական խաղաղությունը այդ 10 տիրադավերի պատճառով այսօր խաթարվել էր եւ ամոթալի վիճակ էր եւ մարդկանց սրտերը չէր դիմանում եւ մարդիկ լացում էին դրա համար նորից ասեմ Տեր Վրթանեսը գիտեք ամեն մարդուս ես չի դիմանա այս վիճակին Փառք Աստծո ոնց որ թե կյանքին վտանգ չի սպառնում Տեր Վրթանես ջան չգիտեմ կարող ասա նայես մի օր մենք ձեզ շատ սիրում ենք Արագ վերականգնվեք, ապակինվեք եւ վերադարձեք ձեր ծառայությանը։ Մենք էլ կգանք ձեր առաջին ժամերկությանը, կփորձենք մասնակցել, լավ խոսք չտամ, որտեվ ինչ իմանամ, կարող է այդ ժամին ի վիճակի չլինեմ, բայց ամեն ինչ կանենք, որ գանք։ Միասնական աղոթքի։ Էլի մարդիկ էին վատացել, հոգեվորականներից էլ։ Սա ահավոր բան էր, որ վայ մեր աչքերին, որ մենք տեսանք այսօր ինչ կատարվեց այստեղ։ Սա ուղղակի ասպատակություն էր։ Եվ մենք պետք է հասկանանք, որ սա նշանակում է, որ էլի են գալու, հաստատ էլի են գալու, կարող է այս կիրակի օրը դաժե գան, կարող է Սուրբ Ծննդյան օրը ուզենան հարամել, չգիտենք, կարող է այն մյուս կիրակի օրը փորձեն գալ,
Չենք կարող ասել։ Այդ իրանց հիշեցի դրա անունը, Տավրոս, Մավրոսներով, գնելով, չգիտեմ, բաներով, պետական պաշտոնյաներով, պետական ռեսուրսի ուղիղ չարաշահում։ Եվ բնականաբար ոչ մի եվրոպական բաներից արձագանք չներ, որ չի կան դու եկեղեցու, այս եկեղեցին անջատապետությունից ես ինչ եք անում։ Չի լինելու դա, որտեղ տենց իրանց ձեռնտու է այս ամեն ինչը։ Մեր եկեղեցին պաշտպանողները մենք ենք։ Դա մեր եկեղեցին է։ Եվ մենք այսօր ցույց տվեցինք այս օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներին եւ իրենց ադրբեջանա-թուրքական տերերին, որ հայի կամքը կոտրված չի։ Մենք մեր եկեղեցին ունակ ենք պաշտպանել, այնքան ինչքան կարողացել ենք։ Ես չգիտեմ հաջորդ քայլերը ինչ են լինելու, բայց այսօր դեկտեմբերի 18-ը հայկական պատվի եւ արժանապատվության օր էր։ Մեր պատվի եւ արժանապատվության օրն էր այսօր։ Այն մարդիկ, ովքեր սովորական մարդիկ է, այդ եմ ասում, մոտավորապես կեսը ու 4 կողմից նկարում են, ֆիքսում են, այս այն անում են, թող նկարեն, թող ֆիքսեն, հա։ Տեսնելու են, չէ, որ այս մարդկանց մեծ մասը կամ գոնե կեսը առնվազն կեսը, ոչ մի թեմայի մեջ չեղած մարդ է, սովորական մարդ է, տանը նստած, սիրտը չի տարել, ասում է, արա, էսի չեք անում, մեր ինքնությունն է, մեր եկեղեցին է, դուք ով եք, հա ինգեր։ Վերակացրել սուսուփուս եկել իր մարմնով պաշտպանել է եկեղեցին, որ չկարանան ճեղքել այդ բաշի բոզուկները, այն պահին, երբ որ ժամերկությունը ընթանում մայր տաճարում մտնեն ներս եւ անարգեն վեհապարին։ Այդ դա կարողացել են մարդիկ անել, սովորական մարդիկ անել։ Աշխարհականներ էլ, հոգեվորականներ չեմ տեսել, բայց ինձ պատմել են, որ հոգեվորականներ կան, բայց հիմնականում աշխարհականներ։ Մարդիկ, որոնք իրենց մարմնով պաշտպանել են մեր եկեղեցին։ Եվ այդ պատկերները, այդ ֆորմայով մարդիկ, այդ տղաները լավ են իրաց զգում, պարզ չի որ լավ չեն զգում։ Ոչ մի ուրիշ գործառույթ չեն արել։ Այսօր, չգիտեմ, կարող է այդ պահերին քաղաքում Աստված Եվրոպայի մարդ սպանեն, զանգեին, ասեն, կներեք զբաղված ենք, գործ ունենք, այս օրը կգանք։ Նես տպավորություններ, որ այդ վիճակն էր։ Բայ ընկերներ, դատավարություն է ընթանում, մարդիկ են կալանքի տակ, տնային կալանքի տակ են, բանտային կալանքի տակ գտնվող մարդիկ կան, այդ թվում Բագրատ Սրբազանը, Մովսեսը, Չախալյանը, բանտային կալանքի տակ են։ Բդուք այդ ինչ ձև է, որ պատասխան են գրում, որ բանը ծառաբեռնվածության պատճառով չեն կարողացել։ Ծառաբեռնվածությունն ինչներ ապահովել այս խայտարակ շոուն, որ 10 տիրադավերի դեմքով Նիկոլ Փաշինյանը այսօր փորձում էր ստանալ։ Այդ ռազմետկան անել, մտնենալ վիճակի ինչա։ Կարող է մարդիկ կարող են իրանց կողքը կանգնեն, էլ ուրիշ ավելի սուր քայլերի չդիմեն։ Բայց քթներից ստացա այս բանի առումով։ Այն որ ասում է ախորժակներիդ քացախ։ Մարդիկ ժամերկություն են անում, գալի ճաղում են, ուզում են դուրը ջարդելով մայր տաճարի դուրը ջարդելով փորձում են մտնել ներխուժել։ Հիմա դա հանցագործություն չի։ Էլ չեմ էլ խոսում իրավական կողմի մասին։ Դա լիքը խոսալու բան կա, չեմ էլ խոսում։ Ինչ իրավունք ունեն գալ ոստիկանները բաներ դնել, կապեպեներ դնել մայրաթորի մուտքերի մոտ։ Ինչ իրավունք ունեն։ Սեփական տարածքա ինչ իրավունք ունեն։ Այդ հարցեր են, որ մի քիչ տենց ես առաջինը չպետք է բարձրացնեմ, կարծում եմ առաջին եկեղեցին պետք է բարձրացնի, բայց ես որպես իրավաբան մեղմ ասած իմ համար տարօրինակ էր։ Ես մուտքերից մեկով փորձում եմ մտնել, շատ քաղաքավարի ձևով ոստիկաններ ասացին կներեք, պարոն Մելիքյան, ձեզ չեն կարող թույլ տալ միայն բաներին մայրաթորում աշխատողներին եք թույլատրում, եթե ցանկանում եք կարող եք մի հատ վերադասից ճշտել, եթե թույլ տա, ասի չէ։ Տենց է, ձեզ հաջողություն, ես գնացի մի քիչ ավելի երկար քայլեցի ուրիշ մուտքով մտա։ Հա, բայց դա նորմալ է։ Դա նորմալ չի, չէ։ Ինչ գործ ունի ոստիկանությունը պահի մայրաթորի մուտքը։ Դա նորմալ չի դա։ Ուրիշ հարցեր էլ կան, իմ այս բանին չեմ ուզում խոսել։ Այս պահին ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Վեհարանում, նրանց խնդիրը գալ այդ ամեն ինչը հարամել ֆիասկո
եղավ, հաջողության չհասավ, ցանկանանք, խնդրենք բարձրալին, որ իմաստուն որոշումներ կայացվեն, ինչպես այս երկու օրը կարծում եմ իմաստուն որոշումներ կայացվեցին, կարող է մեր սրտով այդքան չէր շատ բաներ, բայց արդյունքը համենայն դեպս այն էր, որ չհաջողվեց ամբողջությամբ չհաջողվեց անել այն ինչ որ ուզում էին 10 տիրադավները, եկան ինչ որ տեքստ կարդացին, չեմ էլ իմանում ինչ տեքստ է, մի հատ քարքալույց կա դրա այդ ոնց որ դրանց բանը, էլի տեքստ գրող, էլի speech writer-ը, հա, այդ մի խոսքով էլի լավ։ Էսա իմ անձնական փորձով կիսվեցի, այն ամենավատ պահին էլ, երբ որ այդ գալիս էին դեպի վեհարան, մարդիկ փորձում են էլի այդտեղի սեփական մարմնով դեմները փակել եւ կոմպլիմենտներ ասել, ու դա էլի դա կոմպլիմենտ եմ համարում այդ 9-10 տիրադավների համար։ Այդ պահին դատարանից զանգ եկավ, ցավոք սրտի Սամսոնյանի գործով 3 հայտարարել էինք 11 օրով հետաձգվում է, դեկտեմբերի 29-ը որոշումը կայացվելու, էդ էլ ասեմ, մի քիչ սիրտս կախ է այդ առումով, որոշակի հույսեր իհարկե ունեի, բայց դե ինչ արած, սա է։ Մենք պետք է ամուր լինենք, այն բոլորս ովքեր որ ազատության մեջ են, քանի դեռ ազատության մեջ են, չգիտենք, որ մեկից է վաղը ազատության մեջ լինելու, որ մեկից են բռնելու, որ չխանգարի իրենց այլանդակությունների համար, բայց ինչքան էլ ուզում է բռնեն, ինչ ուզում է անեն։ Այսօրվա Վահագներ այսօր նիստի ժամանակ ասում Չախալյան։ Ինչի է նստած Բագրատ Սրբազանը, ինչի է նստած Միքայել Սրբազանը, ինչի է նստած Արշակ Սրբազանը, ինչի է նստած Մկրտիչ Սրբազանը, ինչի է նստած նույն Վահագնը Չախալյան, ինչի է նստած։ Մյուսների նկատմամբ ինչի կան այդպիսի խիստ սահմանափակումներ, տնային կալանքի տակ, որտեղ այդ մարդիկ նաև կարող են այդտեղ լինել եւ կարևոր դեր ունենալ։ Կարևոր դեր կարող են ունենալ։ Նույն Վահագը Չախալյան մենք գիտենք, որ որոշակի կազմակերպական ջիղ ունի, հարգում են այդ մարդուն, հասարակական շարժումներ ա ղեկավարել, կարող էր այդ մարդկանց հետ կազմակերպած ձևով այդտեղ լինել։ Դե էլ սրբազանների մասին չեմ էլ ասում, խարիզմատիկ մեր ամենախարիզմատիկ սրբազաններից են, որոնք որ անազատության մեջ են։ Եվ ամեն օր այս տիրադավները իրանց անկումը ավելի շատ են ցույց տալի։ Այսօր իրանք իրենց ձեռքերի վրա վերցրեցին իրենց հոգևոր եղբայրներից մեկի Տեր Վրթանեսի այս առողջական խնդիրը, Փառք Աստծո, ոնց որ թե թութու առողջ կյանքի վտանգ չի սպառնում, բայց դե մարդու սրտի հետ հոխաղ չեն անում։ Մարդու սիրտը չի դիմացել այդ իրենց ասպատակությանը։ Ուղիղ իրենց պատասխանատվությունն է։ Ես էլ եկա հասա արդեն Երևան, շնորհակալություն եւ հույս ունեմ, որ ավելի պրոակտիվ քայլեր են լինելու եկեղեցու կողմից, հույս ունեմ, որ այսօր իմաստուն որոշումներ են կայացվելու բարձրագույն հոգևոր խորհրդի կողմից եւ Աստծո եկեղեցին առաջի հերթին Աստծո պաշտպանության տակ։ Այսօր իսկապես Աստծո հաջողություններ, որ չհաջողվեց իրանց պղծման գործողությունը հասցնել եւ մտնել մայր տաճարում շարունակել։ Եվ մնացած ամեն ինչ։ Դա իսկապես բան էր, այտենց միայն մարդկային գործոն չէր։ Այնտեղ գտնվող մարդիկ դա հաստատ կզգային եւ զգում էին։ Եվ իրականում այն կողմի մարդիկ էլ էլի, այդ ինչ ասեմ։ Չասեմ մեղքս էին գալիս, բայց դից ինչ-որ բան կար էլի, որ սենց ստիպված որ մարդուն ուղարկում են, դա ինչ պետք է լինի այդ մարդու վիճակը։ Հա կային նաև այդպես խաղապարականներ, օքեյ, բայց շատ-շատերի դեմքերի նայում ես, դեմքերը փակցնում ես, ստիպված մարդկանց ուղարկել բերել են, ինչ-որ քանակի մարդիկ, չգիտեմ, Տավրոս, Մավրոս, բաներ, հելեր եկել են parza, որ ինչ-որ մարդիկ էլ իրancs հետ բան են արել, հետևներից գցել բերել են։ Աշխատանքային ժամին իդեպ։